Սեռական առողջությունը ոչ միայն ժառանգաբար է փոխանցվում, այլև պահպանվում է սեփական օրգանիզմի նկատմամբ ունեցած խնամքով ու հետևողականությամբ։ Հիգիենայի տարրական կանոններին հետևելով կարող ենք ինքներս զերծ պահել մեզ սեռական հիվանդություններից։ Բացի այդ, սեռական առողջության պահպանմանը նպաստում է վատ սովորություններից հրաժարվելը։ Օրինակ, ոմանք կարծում են, թե ծխելն այնքան էլ վնասակար չէ, այլապես ինչպես են իրենց պապերը տասնամյակներով ծխել ու առողջ եղել։ Բժիշկներն ասում են, հետևությունը ինչ-որ առումով ճիշտ է, դա պայմանավորված է էկոլոգիական միջավայրով ու սնունդով, ինչը մեր օրերում այնքան էլ առողջ ու մաքուր չէ։ Ծխախոտը բարձրացնում է տրամադրությունը, օգնում հաղթահարել սթրեսը, ասում են ծխողները։ Սեքսապաթոլոգը պնդում է, որ այս կարծիքը թյուր է եւ զգուշացնում ծխողներին։ Շնչառական օրգանների ախտահարումը տարբեր հիվանդությունների է հանգեցնում։ Տղամարդկանց պարագայում ծխելը անմիջապես ազդում է վերարտադրողական համակարգի վրա, բերելով սերմնահեղուկի որակական ու քանակական ցուցանիշների նվազմանը։ Եվ եթե մենք ուշադրություն դարձնենք, որ վերջին ժամանակահատվածում Հայաստանում նկատվում է անպտղության ցուցանիշների աճ, ապա չի բացառվում, որ պատճառներից մեկը նաև ծխելն է։ Յուրաքանչյուրի սեռական առողջությունը իր ձեռքերում է։ Պետք է ճիշտ սնվել, պարտադիր նախաճաշել, խուսափել շատ սուրճից եւ գազավորված ըմպելիքներից, չգիրանալ։ Օգտակար չեն նաև այդքան ցանկալի ֆրին, հոթ-դոգն ու արագ սնունդը։ Այդ հոթ-դոգների ու նրբերշիկների ու երշիկեղենի մեջ պարունակում է մեծ քանակությամբ նիտրատներ, որոնք ընկճում են մարդու սեռական հիմնական հորմոնի մակարդակը, տեստոստերոնի մակարդակը, այսինքն հանգեցնում են եւս սեռական խանգարումների։ Պակաս կարևոր չէ նաև ճիշտ հագնվելը։ Բժիշկները խորհուրդ են տալիս այս օրերին չհրապուրվել արևի ճառագայթներով, թեթև չհագնվել ու կիպ տաբատներ չկրել։ Աղջիկների համար առավել վտանգավոր են գոտկատեղից ցածր կիպ տաբատները։ Այս առումով ողջունելի չէ, որովհետև բերում են կոնքի խոռոչի, սեռական օրգանների կոնքի խոռոչի արյունալեցման խանգարմանը, ինչն էլ հետագայում կարող է բերել բորբոքումների եւ անպտղության պատճառ դառնալ։ Իսկ պատրաստ են երիտասարդները հետևել բժշկի այս զգուշացումներին, թե նախապատվությունն արտաքինին են տալիս։ Սիրուն ադրամար։ Բայց այս մասին չէ, այս մասն է բարձր, պրոբլեմ չկա։ Տենց կոնքերը դրա համար հագնում եմ էլի։ Շուկայում հետ ենք հագնում, ինչ անենք։ Դրանք կա, ուղղակի ճաշակի հարց է, այստեղ մարդու մեկին դուր չի գալիս, մեկին դուր է գալիս։ Առաջնությունը տալիս են արտաքին տեսքին։ Հարմարավետ ոչ կիպ հագուստ եւ առողջ ապրելակերպ։ Սա է սեքսապաթոլոգի առաջարկած դեղատոմսը։ Հարկավոր է թարմացնել զգեստապահարանը, ճիշտ տաբատներ ու ներքնազգեստ ընտրել, զերծ մնալ վնասակար նիկոտինից եւ հատկապես բծախնդիր լինել սննդի հարցում։ Գեղանուշ Աբրահամյան, Գևորգ Մանուկյան, ժամը լրատվական։